Երանային առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Ուրախությամբ, ջերմությամբ, յուրաքանչյուր աշխատանքային առավոտ գալիս ենք, որպեսզի ձեր օրը դարձնենք մի փոքր ավելի գեղեցիկ, մշակութային, տանկ ինֆորմացիա եւ իհարկե ինչու ոչ ռիթմ տանք ձեր օրվան։ Իսկ լավագույն ռիթմը մարդու կյանքի համար երաժշտությունն է, ասում են։ Գնանք այս պահին երաժշտության հետևից դիտենք մի գեղեցիկ տեսահոլովակ, արթնանանք ու վերադառնանք։ Վերադարձանք, վստահ ենք, որ տեսահոլովակը օգնեց ձեզ արթնանալ, եթե չեք արթնացել, արթնացեք, նախաճաշեք, ինչու ոչ շատ կարևոր է, ասում են, որ նախաճաշը կարևոր է յուրաքանչյուր մարդու առողջ ապրելու համար, եւ ոչ միայն նախաճաշեք, այլ նաեւ զբաղվեք սպորտով, որպեսզի առողջ լինեք։ Իսկ առողջ լինելու համար նաեւ առողջ մարմին պետք է ունենալ, առողջ մարմին ունենալու համար առողջ բանականությամբ պետք է ապրել։ Իսկ այս ամեն ամբողջելու համար կարևոր է նաեւ մշակույթ լցնել յուրաքանչյուր մարդու կյանքի առօրյայում։ Սա շատ կարևոր բան է, եթե մարդը կտրված է մշակույթից, ապա նա իհարկե շատ չոր ես կարծում եմ, որ եւ ոչ գեղեցիկ բազմերանգ կյանք է ապրում, այնպես որ լցրեք ձեր կյանքը մշակույթով։ Եվ այս պահին ժամանակն է ներկայացնելու մեր հյուրերին, մենք արդեն մեր նախորդ եթերներին անդրադարձել էինք այն մշակութային միջոցառմանը, որը որ մեկնարկել էր Հանրապետությունում եւ Երևան քաղաքում, այն գեղեցիկ իհարկե միջոցառում է, որտեղ որ խաչվում են շատ կարևոր մշակութային անցուդարձեր։ Եւ այսպես, արդեն տեղեկացրել էինք, որ Ֆրայբուրգի համալսարանի Մարիա Ցվետաևա կենտրոնի եւ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հայ արտ կենտրոնի համագործակցությամբ մարտի 12-ից 31-ը այս պահին իհարկե Հայ արտ կենտրոնում մեկնարկել է շրջանակելով ժամանակը խորագրով արվեստի փառատոնը։ Փառատոնի անցուդարձի եւ առանձնահատկության մասին այսօր տաղավարում կզրուցենք մեր հյուրերի հետ եւ մեր հյուրերն են Ցվետաևա կենտրոնի տնօրեն Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբետ Շորը։ Բարի առավոտ, good morning։ Good morning։ Եվ Հայ արտ կենտրոնի ծրագրի համակարգող Մարգարիտա Սիրունյան։ Բարի առավոտ, սիրելի Մարգարիտա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր առավոտը մեզ հետ կիսելու համար, իհարկե։ Եվ առաջին հարցը, որը որ մենք մեր հյուրերին տալիս ենք, առաջին անգամ է իհարկե մեր հյուրը Հայաստանում եւ ինչպես է սկսվում իր առավոտները Երևանում։ Շատ շնորհակալություն Վրեժ ջան, թույլ տվեք ես հարցը թարգմանեմ մեր սիրելի հյուրին. Also Վրեժ fragt, ob es Ihr erstes Mal in Armenien und wie verbringen Sie Ihren Morgen in Armenien? Ich feiere tatsächlich ein Jubiläum in diesem Jahr. Ich war vor 50 Jahren im März 1976 das erste Mal in Yerevan. Մեր հյուրի համար շատ հոբելյանական է, քանի որ այս տարին 50 տարի առաջին է եղել Հայաստանում առաջին անգամ եւ այս տարին հոբելյանական է իր համար։ Նա եկել է այստեղ եւ շատ ուրախ է այդ փաստի համար։ Und wie verbringe ich den Morgen? Wir haben ein wunderbares Hotel mit einem wunderbaren Frühstück und meine Aufgabe als Leiterin der Delegation ist, morgens mit allen Mitgliedern unserer großen Gruppe zu sprechen und zu fragen, ob irgendwelche Probleme aufgetaucht sind, ob alles zufrieden ist. Und es sind alle sehr zufrieden hier. Իր առաջադրանքների մեջ եմ մտնում որպես ղեկավար զրուցել գեղարվեստական թիմի հետ, նախագծի թիմի հետ, որը ժամանել է Գերմանիայից այստեղ, եւ իրենց առավոտները շատ լավ են անցնում, նրանք շատ գոհ են իրենց հյուրանոցից, նրանք ունեն շատ լավ նախաճաշ, շատ գոհ են անձնակազմից, որը իրենց սպասարկում է հյուրանոցում եւ շատ լավ ժամանակ են անցկացնում։ Այդ հետաքրքիր է, քանի որ շատ հետաքրքիր սա պատմական մարդու կյանքի համար, հա, կրկնվող շրջադարձ է 50 տարի առաջ եւ այսօր։ Բնականաբար այն ժամանակ եւս ինքը շփվել է միջավայրի հետ, մարդկանց հետ, փոխվել է Երևանը, ինչպիսին է հայի մենտալիտետը, նույնն է մնացել, թե փոխվել է։ Also für Bresch ist sehr interessant, dass dieses Jahr ist ein Jubiläumsjahr, dass sie vor 50 Jahren erstmal also in Armenien waren und Armenien ist vor 50 Jahren und Armenien jetzt. Wie finden Sie, also hat sich Jerewan, hat sich Armenien viel verändert und hat sich etwas in der Mentalität der Armenier auch verändert? Also ich glaube, das kann man auf eine einfache Formel bringen. Das Gute hat sich erhalten. Und die Probleme, die wir damals in sowjetischer Zeit beobachtet haben, zum Beispiel die Versorgungslage,
das hat sich natürlich wesentlich verändert und auch das Stadtbild hat sich sehr verändert durch neue Gebäude und zum Teil aber auch nicht. Zum Teil sind auch die alten Gebäude so, wie ich sie in Erinnerung habe. Ամենակարևոր բանը իհարկե ինչ պահպանվել է, դա մարդկային վերաբերմունքն է եւ մարդկային որակներն են, որոնք անփոփոխ են մնացել եւ իհարկե համեմատած սովետական միության ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց ավելի բարդ էր մարդկանց ավելի բարդ էր իրենց կարիքները հոգալ եւ կյանքը ավելի բարդ էր եւ իրենք չունեն այդքան շատ ազատություն ցավոք սրտի մտածելակերպի, այժմ իհարկե պատկերը փոփոխվել են, այսինքն մարդկանց ապրելաոճը, ապրելակերպը, բայց մարդկային արժեքները մնացել են նույնը եւ դա ամենակարևորն է։ Und wenn ich etwas ergänzen darf, ich war dann zum zweiten Mal in Armenien im Jahre 1988 im Oktober, als hier die großen Protestbewegungen, die Karabach-Bewegung und die Hungerstreiks auf dem Opernplatz waren. Und ich war damals ungemein beeindruckt, welchen Mut die armenischen Menschen hatten, gegen das sowjetische Regime sich zu positionieren. Das war für mich eine ganz große Überraschung. Եվ մեր հյուրը պատիվ է ունեցել Հայաստանում լինել նաև 1988 թվականին եւ մասնակցել հայոց համազգային շարժմանը եւ Ղարաբաղի համար մղվող պայքարների համար եւ տեսել է մեր ցուցարարներին օպերայում նստած պայքարող եւ հիացած էր ուղակի այն մարտական ոգով եւ շնչով, որը հայ ժողովուրդը ունի իր մեջ եւ պայքարում է ընդդեմ սովետական բռնաճնշումների, ընդդեմ սովետական ռեժիմի եւ Հայաստանի անկախության համար։ Այստեղ ինձ թվում է ես ինքս պետք է հավելում անեմ, ինձ թվում է շատ խորհրդանշական է, քանի որ այս տարի մենք նաև նշում ենք Հայաստանի Հանրապետության 35-ամյակը եւ շատ խորհրդանշական է, որ այս ծրագիրը հենց այս տարի է տեղի ունենում եւ 35-ամյակը եւ այս փառատոնը նույն համատեքստում են դիտարկվում։ Այ խոսենք արդեն փառատոնից, որը որ առաջին անգամ է հյուրընկալել Հայաստանը։ Պատմությունից ինչպես է այն մեկնարկել, բնականաբար դա Գերմանիայում է մեկնարկվել, ինչպես հասկացանք, եւ ինչպես եղավ, որ կարիքը առաջացավ կամ այդ համագործակցության սկիզբը դրվեց Հայաստանում այս տարի իրականացնել։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Համագործակցությունը ստեղծվել է դեռևս 1996 թվականին, երբ Հայ արտկենտրոնի տնօրեն եւ մշակույթների երկխոսություն կազմակերպության հիմնադիր Սոնա Հարությունյանը ուսանել է Ֆրայբուրգի համալսարանում եւ այդ տարուց ի վեր սկսվել են սերտ կապերը Ֆրայբուրգի քաղաքի եւ Երևանի միջև, որոնք արդեն 2015 թվականին ստացան ավելի ինստիտուցիոնալ կարգավիճակ, այո, եւ ստեղծեց մշակույթների երկխոսություն ծրագիրը, մշակույթների երկխոսություն կազմակերպությունը նաև սկսեց համագործակցել կազմակերպությունը մշակույթի նախարարության հետ Գերմանիայի եւ դա ավելի բարձր մակարդակի համագործակցություն դարձավ։ Այս տարի, քանի որ նաև Տիկին Սոնա Հարությունյանը հանդիսանում է Հայ արտկենտրոնի տնօրենը, այս փառատոնը անցկացվեց հենց Հայ արտկենտրոնում, քանի որ կենտրոնը 2024 թվականից ի վեր որդեգրել է նոր հայեցակարգ եւ նոր ռազմավարություն, որի հիմնաքարերից մեկը միջազգային համագործակցությունն է եւ ոչ միայն կենտրոնական եւ ոչ միայն եվրոպական երկրների հետ, գրեթե աշխարհի տարբեր երկրների հետ եւ գերմանախոս երկրները այնպես է ստացվել, որ 2026 թվականին մեր հիմնական գործընկերներն են։ Եվ այս կոնտեքստում նաեւ ուզում եմ նշել, որ 2026 թվականը քանի որ հռչակվել է Երևան-Լայպցիգ մշակութային տարի, մշակութային տարվա շրջանակներով լինելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույց, Հայ արտկենտրոնը բացեց Լայպցիգում իր առաջին ցուցահանդեսը Հայաստանի սահմաններից դուրս, եւ այսպեսով մեր համագործակցությունը Գերմանիայի Դաշնության հետ սկսվեց հենց այդ ծրագրով եւ Լայպցիգ քաղաքի հետ, որին հաջորդեց արդեն Ֆրայբուրգի համալսարանի հետ փառատոնը Ցվետաևայի կենտրոնի հետ միասին, եւ մենք շատ մեծ հույս ունենք, որ այս համագործակցությունը Հայ արտկենտրոնի մակարդակից կլինի ավելի բարձր մակարդակում եւ կվերածվի Ֆրայբուրգ եւ Երևան քաղաքների միջև համագործակցության։ Շատ հետաքրքիր է իհարկե եւ եվրոպական մշակութային ժառանգությանը բնականաբար ամեն բարակայում մենք պետք է հաղորդակից լինենք եւ նման շատ բաներ ունենք, սա շատ կարեւոր է։ Այ հարցս Տիկին Էլիզաբեթին է, ինչ է իրենից ներկայացնում առհասարակ փառատոնը, որը կոչվում է շրջանակելով ժամանակը եւ ինչն է կարեւորում այստեղ։
Also, ich wollte gerne wissen, wollte gerne, dass Sie also kurz das Programm präsentieren, das Festival präsentieren und Fearless Hope wurde also in die armenische als die Zeitumkreisen auch übersetzt. Wie spielt also die Zeit die Rolle in diesem Festival? Könnten Sie ein bisschen kurz über das Festival sprechen und dann über das Konzept? Es ist so, dass wir dieses Festival eigentlich in Freiburg begonnen haben. Wir haben seit Herbst vergangenen Jahres uns intensiv mit Armenien beschäftigt, mit Veranstaltungen, und wir haben als Zentrum unserer Aktivitäten eigentlich 2 Ausstellungen in Freiburg gehabt, die beide sowohl von Freiburg als auch von Armenien aus kuratiert wurden. Das eine ist eine Kunstausstellung mit 2 deutschen und 2 armenischen Künstlern, Fearless Hope, Framing Time. Und das andere ist eine Ausstellung, die kuratiert wurde von Anna Margolis, diese Ausstellung beschäftigt sich mit dem Schicksal Armeniens in sowjetischer Zeit, also mit den Unterdrückungen, mit den Verletzungen der Menschenrechte, aber auch mit den Versuchen, dem etwas an Demokratisierungsbewegungen entgegenzustellen. Das war der Kern der Aktivitäten in Freiburg. Wir haben das begleitet mit Vorträgen, mit Lesungen über armenische Literatur und mit einem Filmprogramm. Und von Anfang an war gedacht, dass wir uns auch mit diesem Programm in Armenien präsentieren. Natürlich mit einem veränderten Programm, das ist klar, mit Schwerpunkt auf der deutschen Kultur, die wir gerne wenigstens in einigen Facetten vorstellen werden. Das heißt, die Ausstellungen, die Kunstausstellung und die Ausstellung Anklage Armenier über das armenische Schicksal in sowjetischer Zeit bilden auch hier den Kern unseres Programms. Aber wir haben viele Menschen mitgebracht. Wir sind eine Delegation von etwa 30 Leuten, die Musiker sind, Schauspieler sind, Performances machen. Wir haben Vorträge zur deutschen Literatur, etwa in der Brjusow-Universität. Wir haben den früheren Intendanten des Freiburger Theaters mitgebracht, der einen Talk halten wird über die Situation der Theater in Freiburg im Austausch mit Experten über die Situation der Theater in Armenien. Wir haben Workshops, wir haben einen Kunstworkshop mit 2 jungen Künstlerinnen, die Sie, glaube ich, bereits kennen, Mael und Adel. Und wir haben auch das ist ein kollaborativer Kunstworkshop. Und wir haben einen Workshop etwa zum Upcycling von Kleidung, wo wir besonders auch ökologische Aspekte in den Blick nehmen. Also die Verschwendung von Ressourcen, die Wegwerfkultur, die in Deutschland eine große Rolle spielt. Und nicht zuletzt haben wir einige Schülerinnen und Schüler mitgebracht mit ihrem Lehrer. Und sie arbeiten mit einer armenischen Schule zusammen und möchten auch ein kleines Projekt am Samstag vorstellen. Nicht zuletzt haben wir ein großes Filmprogramm. Ես կարծես թե հասկացա իհարկե, քանի չնայած գերմանախոս չեմ, բայց ունեմ գերմանախոս շատ ընկերներ, Գերմանիայում հաճախ եմ, բայց հասկացա ինչի մասն է խոսքը, բայց խնդրեմ մեր հեռուստադիտողին եւս։ Ավելի համապարփակ թարգմանություն իրականացնելու համար ներածական մասում ասեմ, որ փառատոնը բաղկացած է 3 ցուցահանդեսից եւ շատ տարբեր միջոցառումներից։ Այն որ երրորդն է։ 2 ցուցահանդես եւ տարբեր միջոցառումներ։ Հայաստանում գիտենք որ առաջինն է, բայց Գերմանիայում որ երրորդն է, այսինքն իր տեսակով, որ տեղի ունենում երկար տարիներ է, այ դրա մասին է խոսքը։ Հենց բուն փառատոնը, այսինքն բուն ծրագիրը սկսվել է դեռևս Աշնանը Ֆրայբուրգում։ Հա, այսինքն սկիզբը չի արել Հայաստանը։ Նախորդ տարի Աշնանը Ֆրայբուրգում։ Այո, նախորդ տարի Աշնանը Ֆրայբուրգում է սկսվել, եւ ցուցահանդեսները սկզբից բացվել են այնտեղ, որից հետո արդեն երկրորդ մասը տեղի է ունեցել մեր թանգարանում, Հայարտ կենտրոնում։ Այս պահին փառատոնի շրջանակներում բացվել է 2 ցուցահանդես, որոնցից մեկը Fearless Hope-ն է,
որի շրջանակներում ներկայացված են ցուցադրված են 4 արվեստագետ, որոնցից 2-ը հայ են, 2-ը գերմանացի, հարկ ենք համարում նշել, որ արվեստագետները ընտրվել են բաց կանչի միջոցով, հա, այսինքն թափանցիկ ճանապարհով, եւ երկրորդ ցուցահանդեսը, որը կրում է Մեղադրանքը հայ խորագիրը, որը այժմ մեր 3-րդ սրահում է Հայ արտկենտրոնի բազա, եւ դրա բացումը լինելու այսօր ժամը 7-ին, բոլորիդ հրավիրում ենք, համադրել է հայ համադրող Աննա Մարգոլիսը, որը բավական մեծ համբավ ունի նաև հենց իր շրջանակներում եւ բավական երկար ժամանակ ուսումնասիրել է սովետական Հայաստանը եւ հենց բուն ցուցահանդեսը իր մեջ ներառում է սովետական Հայաստանի կոնտեքստը եւ սովետական Հայաստանի ժամանակ սովետական բռնաճնշումների եւ սովետում ապրող հասարակության պայքարը այդ բռնաճնշումների դեմ։ Բացի դրանից ցուցահանդեսը բացի այդ երկու ցուցահանդեսներից փառատոնը նաև ներառում է տարբեր տեսակի միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են վարպետաց դասեր, կատարողական արվեստ, ֆիլմերի ցուցադրություն, երաժշտություն, այո, երաժշտություն, թատրոն եւ կատարողական արվեստ, վարպետաց դաս, որը այժմ տեղի է ունենում Հայ արտկենտրոնում մեր երկու երիտասարդ արվեստագետների կողմից, որոնք մեզնից առաջ էին տաղավարում, Մայի եւ Ադել Միքայելյանի կողմից, շատ կարեւոր եմ համարում նշել, որ մենք շատ տարբեր հաստատությունների հետ ենք համագործակցում այս փառատոնի շրջանակներում, վաղը այսօր տեղի ունենալու նաև Զեկույց Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, որտեղ մենք համագործակցում ենք գերմաներենի ամբիոնի հետ եւ Տիկին Էլիզաբետ Շոյին Զեկույցով է հանդես գալու Բրյուսովի համալսարանում, նաև լինելու է վարպետաց դաս ուղղված շորերի ստեղծմանը վերամշակված աղբից, թափոններից։ Էլի տեղի ունենալու Հայ արտկենտրոնում եւս այդ ամենը տեղի ունենալու կենտրոնում։ Այն հետաքրքիր է հազար անգամ նեսու ֆիլմերի ցուցադրությունը տեղի ունենալու կինոյի հիմնադրամում, կինոյի տանը, Կիրակի օրը ժամը 7-ին։ Մենք համագործակցում ենք նաև կինոյի տան հետ։ Այնպես որ սիրելի հեռուստադիտող կարող են, եթե չեն մտահապահում, իհարկե մուտք գործել Հայ արտմշակութային կենտրոնի էջ, գտնել միջոցառումների ցանկը եւ յուրաքանչյուր ընտրել եւ գնալ։ Անվճար է մասնակցությունը։ Մուտքը անվճար է։ Փառատոնների մուտքը անվճար է։ Ովքեր են համարվում հիմնական շահառուները, հա, այս մասնակիցները այս փառատոնի եւ թիրախային ինչ խմբեր են ընտրված։ Հետաքրքիր է, այ խնդրեմ դուք պատասխանեք։ Փառատոնը հետաքրքիր է նրանով, որ իր մեջ ներառել է տարբեր հաստատություններ Հայաստանում, որոնք ներկայացնում են ոչ միայն մշակույթ եւ արվեստ, այլ նաեւ ուղղված են նրան, որպիսի ներկայացնեն գերմաներեն լեզուն եւ գերմանական մշակույթը Հայաստանում, ինչը մենք համարում ենք շատ հաջողակ նախագիծ եւ հաջողակ համագործակցություն, ունենք համալսարաններ, ունենք դպրոցներ, աշխատում ենք 119 դպրոցի հետ այս նախագծի շրջանակներում, աշխատում ենք կինոյի տան հետ, շատ տարբեր փոքր պատկերացուցասրահների հետ, որտեղ նույնպես տեղի ունենալու փոքրիկ միջոցառումներ եւ ելնելով դրանից կարող եմ ասել, որ մենք տարբեր թիրախային լսարանների հետ ենք աշխատում, սկսած երիտասարդներից, դպրոցականներից, դեռահասներից, վերջացած ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նախատեսվում է արդյոք ապագայում կրկնել այս միջոցառումների շարքը Հայաստանում եւ հակառակը նաեւ Գերմանիայում։ Մենք շատ մեծ սիրով կհյուրընկալենք նորից Ֆրայբուրգի համալսարանը, Ցվետաևայի կենտրոնը, Ֆրայբուրգի համալսարանի տարբեր հաստատություններ, հենց Ֆրայբուրգ քաղաքից հաստատություններ, մենք շատ մեծ հույս ունենք, որ այս համագործակցությունը ավելի լայնածավալ մասշտաբի կհասնի եւ ոչ միայն Ֆրայբուրգ քաղաքի, մեր նպատակներից մեկն է, ինչպես ես արդեն նշեցի, համագործակցությունը Գերմանիայի հետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, եվրոպական երկրների հետ եւ մենք բաց ենք հետաքրքիր նախագծերի համար, որոնք կնպաստեն ոչ միայն Հայ արտկենտրոնի համագործակցությանը միջազգային տարբեր կառույցների եւ տարբեր երկրների հետ, այլ հենց Երևան քաղաքի, քանի որ մենք հանդիսանում ենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող միակ արդի արվեստի կենտրոնը, ինչպես նաեւ սովետական Հայաստանի առաջին արդի արվեստի կենտրոնը, ինքներս հանդիսանում ենք պատմամշակութային ժառանգություն եւ մեր ներկայությամբ Երևան քաղաքում մենք փորձում ենք անել լավագույնս ու անել հնարավորինս, որ մեր բոլոր ծրագրերի միջոցով հայտնի դառնա ոչ միայն մեր կենտրոնը, այլ նաև հայտնի դառնա հենց Երևան քաղաքը։ Շնորհակալություն Մարգարիտա, Տիկին Էլիզաբեթը հետաքրքիր է համտեսել է արդեն հայկական խոհանոցը եւ ինչպիսի տպավորություններ ունի եւ եթե ունի սիրելի ուտեստ, եթե արդեն փորձել է։ Haben Sie schon geschafft, armenische Küche probieren und haben Sie irgendwelche Gerichte, die Sie besonders lieben aus der armenischen Küche?
Ja, natürlich haben wir das probiert, gleich am ersten Abend. Ich werde den Namen des Restaurants nicht nennen, weil wir keine Werbung machen wollen, obwohl es war ausgezeichnet. Und ich kann mich leider nicht entscheiden, was mir am besten schmeckt. Es ist alles so hervorragend. Aber ich liebe zum Beispiel auch einfach das Brot oder Lavash. Es ist Lavash? Ja, es ist einfach die Kombination. Wir probieren immer alles. Wenn wir in der Gruppe essen gehen, dann bestellen wir lauter verschiedene Speisen, damit alle probieren können. Und alle sind einfach nur begeistert. Մեր պատվիրակությունը արդեն հասցրել է տարբեր սրճարաններում, տարբեր ռեստորաններում եւ համտեսել տարբեր ուտեստներ հայկական խոհանոցից, սակայն ամեն ինչը այնքան համեղ է, որ շատ դժվար է ասել, թե որն է Տիկին Էլիզաբեթի ամենասիրելի ուտելիքը։ Երբ նրանք պատվիրակությամբ գնում են որևէ ռեստորան, իրանք միանգամից պատվիրում են մի քանի ուտեստներ, այնքան շատ ու բերում են։ Եվ նույնիսկ հացը, լավաշը յուրահատուկ համեղ է իրենց համար։ Ասեք, որ իրենց մշակույթը եւս շատ լավն է եւ ես առիթ ունեցել եմ վերջերս եմ վերադարձել Գերմանիայից, իդեպ շատ հետաքրքիր մշակութային համագործակցությամբ եղել եմ տարբեր քաղաքներում եւ Լայպցիգում ենք եղել եւ եղել ենք նաեւ մայրաքաղաքում եւ եղել ենք Հալեյում, տարբեր, այսինքն քաղաքներում ենք եղել եւ արդեն երկրորդ անգամն է, ասեմ, որ իրենց խոհանոցը շատ ես եւս ինքս շատ սիրել եմ, քանի որ մենք նման ենք նաեւ խոզի միս ուտելով, շատ ենք սիրում, իրենք եւս ուտում են, ասեք, որ իրենց նրբերշիկները աշխարհում ամենահամեղն են եւ ես հետս նաեւ ճամպրուկով բերել եմ Հայաստան դրանք։ Ja, also bereits gerade aus Deutschland gekommen und der mag auch er ist der Meinung, dass die deutsche Kultur ist sehr interessant. Er war in verschiedenen Städten in Leipzig, in Halle und er ist auch ein großes Fan der deutschen Küche. Und was ist interessant und was verbindet armenische und deutsche Kulturen, dass wir beide Schweinfleisch sehr viel essen und besonders er mag deutsche Würstchen und er hat im Koffer aus der Deutschland Würstchen mitgebracht. Ես ուզում եմ առիթից օգտվելով նաև ողջունել Աշերբեր քաղաքին, որտեղ որ մեզ իհարկե հյուրընկալեցին հենց ամենասկզբից, մեր սիրելի ընկերներին, Խոլգերին, Գայանեին, ովքեր հրաշալի մշակութային իհարկե միջոցառումներ են կազմակերպում եւ Հայաստանում մասնակցություն են ունենում, ասեմ, որ իրենք եւս շատ հյուրասեր են եւ շատ մարդասեր են, շատ հումանիստ են եւ ես անվանում եմ Եվրոպայի ամենամարդասեր երկիրը Գերմանիան որպես այդպեսին ինձ համար։ Bereits hat die Meinung, dass Deutschland ist, also die deutsche Nation, also die deutsche Bevölkerung und Deutschland ist das gastfreundlichste und humanistischste Land, also und deshalb er ist begeistert, also in Europa. Darf ich das kommentieren? Sie waren bislang im Osten Deutschlands nach den Städten Leipzig und Halle. Deutschland ist ein Land mit vielen Regionen, die sehr unterschiedlich sind. Sie müssen in den Süden kommen, in den Südwesten, wo Freiburg liegt. Da ist das Essen, glaube ich, noch besser als im Osten Deutschlands. Und ich selbst bin Österreicherin und wenn Sie dann im Südwesten Deutschland waren, dann kommen Sie nach Österreich und dann bekommen Sie wirklich gutes Essen. Քանի որ դուք եղել եք Արևելյան Գերմանիայում, Տիկին Էլիզաբեթ Շողեն ձեզ վստահեցնում է, որ դուք եթե գնաք դեպի հարավ Գերմանիայի, որը նաև Ավստրիայի հետ սահման է, քանի որ հենց Տիկին Էլիզաբեթ Շողեն անդամ Ավստրիայից է, այնտեղ դուք կփորձեք ել ավելի համեղ խորտիկներ գերմանական խոհանոցից, քանի որ դրանք շատ տարբեր են, Գերմանիան ունի շատ տարբեր դաշնային հողեր եւ տարբեր դաշնային հողեր տարբերվում են իրենց խոհանոցով եւ նա վստահեցնում է, որ եթե դուք երբևէ հնարավորություն ունենաք այցելելու Գերմանիայի հարավ-արևմուտքը, դուք այնտեղ ել ավելի համեղ ուտեստներ կփորձեք։ Հուսով եմ առիթը կլինի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այս առավոտի համար, որ մեզ հետ կիսում եք եւ շնորհակալություն այն մշակութային անցուդարձի այն կարեւոր էլեմենտի համար, որը որ յուրաքանչյուրիս կյանքում այսօր առավել քան կարեւոր է։ Եվ յուրաքանչյուր ստեղծագործող անհատ ես վստահ եմ, որ ունի կարիքը ամենակարևորը հաղորդակցվելու իր նմանի հետ։ Գտնել նմանին նմանով եւ բերել միացնել իրար։ Ես կարծում եմ, որ գետ մեկ թեկուս համագործակցություն այս յուրաքանչյուր մեկնարկից ծնվի,
մեր փոքր երկրի համար շատ կարևոր գործ է։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ նաև Հայ արտմշակութային կենտրոնին այն հսկայական ծրագրերի համար, մեր սիրելի Սոնային իհարկե մեր լավ ընկերոջը, որոնց հետ իհարկե մեծ համագործակցություն եւ երկար տարիներ կա, եւ մաղթեմ հաջողություններ պարզապես այն ինչ դուք անում եք իհարկե սերնդինն է, այն եկող սերնդինը, որը որ պետք է ներկայացնի մեր երկիրը եւ տերն է մեր երկրի։ Ձեզ լավ օր եւ հետաքրքիր մշակութային շարունակություններ։ Առիթից օգտվելով, քանի որ ես նաև հանդիսանում եմ Շարլ Ազնավուր քոլեջի տնօրեն, ուզում եմ ձեզ հյուրերին հրավիրեմ քոլեջ, փորձենք եթե այստեղ լինեն մի փոքրիկ հանդիպմամբ նաև կազմակերպել այն ազնավուրյան եւ հայկական կոլորիտը, որը որ մեզ մոտ եթե ժամանակ լինի, սիրով արդեն կենտրոնացած է։ Շատ բարի եւս մեկ ճշգրտում դուք տնօրենն եք այդ Այո, Շարլ Ազնավուր քոլեջի։ Wer ist auch Direktor? Also er bedankt sich für diesen Morgen, den wir mit Ihnen verbracht haben. Und er ist der Meinung, dass in der Kultur wichtiger ist die Kommunikation mit den Menschen, die ähnlich zu uns sind und die Kommunikation zwischen Nationen, zwischen den Menschen. Und solche Art der Projekte ist eine sehr gute Möglichkeit für die Kommunikation, die sehr wichtig ist für unser kleines Land. Und Veresh ist auch der Direktor des Charles Aznavour Kollegium in Armenien. Und er will die Delegation gerne einladen, um sich Charles Aznavour, die wichtige Person in der armenischen Geschichte kennenzulernen und auch die Schule zu kennen. So. Also Charles Aznavour ist eine Institution in Deutschland, ich glaube überall auf der Welt. Wir haben selbstverständlich das Denkmal für Charles Aznavour schon gesehen. Wir waren sehr, sehr begeistert, wie er hier geehrt wird. Und ich glaube, es gibt keinen Menschen in Deutschland, der nicht die Chansons von Charles Aznavour kennt und liebt. Տիկին Էլիզաբեթը համարում է, որ Շարլ Ազնավուրը ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ աշխարհի համար է շատ հայտնի մարդ, հենց ոչ միայն մշակութային ոլորտում, այլ որպես մարդ, որը բարին է գործել, եւ իրենք հիացած են նրանով, թե ինչպես է մեծարում այդ մարդուն Հայաստանում, նրանք արդեն հասցրել են նաեւ Շարլ Ազնավուրի քանդակը տեսնել Մոսկվա կինոթատրոնի առջև եւ շատ ուրախ կլինեն եւս մեկ հնարավորություն ունենան մոտիկ գտնվելու Շարլ Ազնավուրի մշակույթին եւ Գերմանիայում չկան այնպիսի մանավանդ միջին սերնդում եւ մեծ սերնդի մոտ չկան այնպիսի մարդիկ, որոնք ծանոթ չեն Շարլ Ազնավուրի շանսոնին, Շարլ Ազնավուրի ստեղծագործություններին։ Շնորհակալություն։ Ձեզ մաղթում եմ իհարկե լավ օր եւ Հայաստանում լավ ժամանակ։ Իսկ ձեզ նոր ծրագրերի իրագործում ու սիրով ուրախ կլինենք մեր տաղավարում հյուրընկալելու ու լուսաբանելու այն ազգանվեր մշակութային աշխատանքը, որը որ անում է Հայ արտը։ Սիրելի հեռուստադիտող, այսօր այսքան է իհարկե կարելի է անվերջ զրուցել մշակութայի մասին առհասարակ եւ այնպիսի ծրագրերի մասին, որոնք որ բերում են միայն հաջողություններ եւ դրանք կարելի է գնալու հաղորդակից լինել։ Գտեք Հայ արտը, այնտեղ գտեք իհարկե ցանկը եւ կարող եք ինչ որ ձեզ սրտին հարմար, չգիտեմ, միգուցե ձեր ճաշակին հարմար կամ ձեր մշակութային ոլորտին հարմար ցանկացած ծրագրի, որտեղ այն բազմաժանր է գնալ, մասնակցել եւ մի պստիկ մշակույթ վերցնել ու փոխանակվել նաեւ դրանով։ Մեր հյուրերն էին Ցվետաևա կենտրոնի տնօրեն Ֆրայբուրգի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Շորեն եւ Հայ արտ կենտրոն ծրագրի համակարգող Մարգարիտա Սիրունյանը։ Այսօր այսքանը կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ, մնացեք բարյավ, լավ օրը մաղթում ձեզ։ Լսրեք ձեր օր մի փոքր մշակույթով, լավ մնացեք։